Բարի եւ օրհնված օր բոլորիս։ Աստված օրհնի ձեր կյանքի ամեն մի ընթացքը։ Այսօր ուզեցա խոսել այն թեմայի շուրջ, թե ինչի է այս մեր ժամանակների մեջ դժվար գտնել իրական սերը։ Այսօր բոլորն են խոսում սիրո մասին, բայց շատ հաճախ այդ նույն սիրո մասին խոսող մարդիկ շատ շուտ կոտրվում են։ Ու շատ մարդիկ, որոնք ասում են այսօր սիրում եմ, վաղը մի փոքր դժվարություն հենց լինում է, տվյալ մարդը հեռանում է։ Եվ գուցե դա նրանից է, որ մենք սերը շփոթում ենք զգացմունքների հետ, որովհետև զգացմունքները ինչ արագությամբ որ գալիս են, նույն արագությամբ էլ կարող են հեռանալ։ Իսկ գիտես Աստվածաշունչը ինչպես է նկարագրում սերը։ Ինձ թվում է բոլորս էլ կարտացած կլինենք կամ լսած կլինենք սիրո մասին այն գեղեցիկ տողերը, որ Աստվածաշնչում նշված են, որ սերը բարի է, սերը համբերատար է, սերը ներողամիտ է, սերը իրենը չի փնտրում, սերը ամեն բանի համբերում է, ամեն բանի դիմանում է։ Իսկ սրանից եզրակացություն, որ երբ որ միտեղ իրական սեր կա, այն քեզ չի հարցնում, ինչ կարող ես ինձ տալ, այլ իրական սերը քեզ հարցնում է, ես ինչ կարող եմ քեզ տալ։ Իրական սերը չի ապացուցվում խոսքերով, այլ ապացուցվում է իր նվիրվածությամբ, իր հավատարմությամբ, իր զոհաբերությամբ, այն ամենով, ինչը գալիս է Աստծո խոսքից։ Ու եթե ուզում ես դու ճանաչել, թե ինչ է իրական սերը, ոչ թե նայիր այն մարդկանց, ովքեր անընդհատ սիրուց են խոսում, սիրելուց են խոսում, այլ նայիր այն մարդկանց, ովքեր անկախ իրավիճակից կարող են քեզ հետ մնալ ու գին վճարել այն ճանապարհի համար, որը պետք է քեզ հետ անցնեն։ Եվ ամենավերջում ուզում եմ հիշեցնել ձեզ ամենամեծ սիրո օրինակը, որի հետ ոչ մի սեր չի կարող համեմատվել։ Ու երանի թե մենք սովորենք սիրել հենց այդպես։ Եվ այդ օրինակն է հենց Հիսուսը խաչի վրա, երբ նրան ծաղրեցին, անարգեցին, խաչեցին, բայց նա այդքան ցավերի մեջ, խաչի վրա, ասեց հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Միթե կա ավելի բարձր օրինակ սիրո դրսևորման, քան Քրիստոսի սերն էր մեր հանդեպ։ Գիտես, սերը այն է, որ երբ սիրում ես այն մարդուն ոչ թե նրա համար, որ նա էլ է քեզ սիրում, այլ սիրում ես նրան անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե ցավ են պատճառում քեզ, դու չես դադարում սիրել։ Եվ եթե ուզում ես հասկանալ, թե մարդը սիրում է քեզ, թե ոչ, մի նայիր նրա խոսքերին, այլ տես, թե ինչ արեց նա, եթե ձեր մեջ ինչ-որ խնդիր ծագեց։ Ինքը մնաց, ներեց, համբերեց, սիրեց քեզ նույնիսկ ամենադժվար պահին, թե ամենափոքր փոթորիկից հեռացավ։ Սիրո ամենամեծ ապացույցը դա խոսքերը չեն գեղեցիկ շռայլված, այլ սիրո ամենամեծ օրինակը զոհաբերությունն է։ Եվ հենց խաչի օրինակը մեզ հավիտյան կմնա հիշեցում, որ իրական սերը քեզ չի հարցնում, թե ինչքան ես ինձ սիրում, այլ իրական սերը քեզ կասի, ահա իմ կյանքը քեզ համար։ Փորձենք նմանվել Քրիստոսին և տալ իրական սեր, ինչպիսին նրանն էր։ Իսուս քո սերը խոսք չէ որ մարի, քո սերը կյանք է որ միշտ ապրեցնի, սերը չեն կորցնում, սխալ տեղ ենք զուտ փնտրում, զգացմունք ենք անվանում այն, ինչ անցնում է շուտ ու ցավ պատճառում, բայց իրական սերը մնում է
գնաս կիսատ Սիրուտ մեջ անտես Բայց երկտնես Աստուն կոմեր էսում Կսովոր ես սիրել և ապրել նրանում Հիսուսի սերը չի մարում երբեք Հիսուսի սերը շունչ է տալիս մեզ սիրտը թիմա Դու նրան նվիրիր այս փուչ աշխարհից ոչինչ մի սպասի Հիսուս քո սերը խոսք չէ որ մարի Քո սերը կյանք է որ միշտ ապրեցնի